իրավունք։ Տեսեք, ես դրան կարծում շատ մանրամասն խոսեցի դրա մասին։ Մենք պետք է ու մեր ժողովի հիմնական ուղղություններից մեկը դա է, ամբողջ ծավալով աշխատենք մեր ժողովրդի հանրության լայն շերտերի հետ, կազմակերպենք այն բացթողումները, որ ունենք մինչև հիմա չեն կարողացել լիարժեք լուծել, կարճ ժամանակում այդ հարցերը լուծել եւ պատրաստ լինել ցանկացած սցենարի։ Ես հիմա ձեզ ինչ որ ժամկետներ չեմ ասի, բայց դա մեր հանձնառությունն է պատրաստվել այդ աշխատանքներին եւ պատրաստ լինել ցանկացած սցենարի։ Դուք առաջիկայում ես տեսնելու եք շատ ավելի հաճախ Հայաստանի բոլոր տարածքներում, գյուղերում, մարզերում, քաղաքում, տարբեր ձևաչափերով, ֆորմատներով շփումներ, մարդկանց բացատրել, կազմակերպել եւ դուրս բերել համաժողովրդական մի այնպիսի շարժման, որ կարողանանք այս խնդիրը մեկը միշտ եւ վերջնական լուծել։ Տունտունիկի մասով անկեղծ ասած մի քիչ էլ որ sense գնա, այո, այդպես է լինելու։ Եվ եթե որոշ շրջանակներ ինչ որ ոգևորում են եւ այլ, բայց հանրության ընկալում այս ամեն ինչին բավականին բացասական է, որովհետեւ հաշվի առնելով մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները, այն խնդիրները, որ կան եւ գոյություն ունեն, եւ սրան հեռացնելու շուրջ իրական, գործնական, հետեւողական քայլեր անելու փոխարեն այս ընդդիմադիր դաշտի միավորներ իրար հետ այս տոնով խոսելը, այս ամեն ինչը անել, այո, սա բխում է այսօրվա իշխանության շահերից եւ շատ հաճախ, օրինակ այս դաշտում արդեն այս իմպիչմենտի նախաձեռնողների մեջ մարդիկ կան, որ կառավարությունը մի հատ նստած գլխավոր ֆեյք կա, չէ, հայտնի են Տարոն Չախոյանը ինչ։ Այսինքն դրան գերազանցել են արդեն։ Մի քիչ էլ սենց աշխատեն, այս տողը գործերը ահագին թեթևանելու է, ընդդիմության վրա այդ հաստիկից կարող է հանան։ Այսինքն այս ճանապարհով, այս մակարդակով այս հարցերը լուծել հնարավոր չի, հետեւաբար այո, պետք է ավելի լրջանալ ու կենտրոնանալ բուն խնդիրների վրա, այլ ոչ թե